Այսօր ժամը 13:20-ի սահմաններում Գյումրու շտաբ-բուժօգնության կայանը ահազանգ է ստացել Ախուրյանի շաքարի գործարանից։ Նշվել է, որ տրավմա ստացած բանվոր կա իրենց մոտ։ Հասնելով Ախուրյանի շաքարի գործարան, շտաբ-բուժօգնության կայանի աշխատակիցներն արձանագրել են, որ բերանք սիվայր ընկած տուժած կա եւ բուժքույրը միանգամից արձանագրել է, որ տուժածն արդեն մահացած է։ Այնուհետ պարզ է դարձել, որ մահացածը Արմեն Հակոբի Թովմասյանն է, 1974 թվականին ծնված, ծնունդով Այգաբացից։ Այլ տուժածի մասին շտաբ-բուժօգնության կայանի աշխատակիցներին որևէ բան չեն հաղորդել եւ տեղում նշել են, որ իրենք հենց աշխատակցին այդ վիճակում են տեսել, թե ինչի հետևանքով է վրա հասել մահը, իրենց հայտնի չէ, բայց շտաբ-բուժօգնության կայանի բուժքույրը շեշտում է, որ հավանաբար բարձր տեղից է եկել աշխատակիցը։ Մոտավորապես ժամը 14-ի սահմաններում Գյումրի բժշկական կենտրոն է փոխվել նույն գործարանի 31-ամյա աշխատակիցը։ Նրա մոտ ախտորոշվել է կրծքավանդակի փակ վնասվածք, կրծքավանդակի ցախ ստորին սալջարդ, ցախ կոծկային շրջանի փափուկ հյուսվածքների սալջարդ։ Նրա առողջական վիճակը գնահատվել է միջին ծանրության, այս պահին վիրաբուժական բաժանմունքում է գտնվում։ Նշեմ, որ րոպեներ առաջ շաքարի գործարանում էինք եւ այնտեղից տեղափոխվեց մահացածին, տեղում աշխատում են իրավապահները, բարձելու կատարվածի մանրամասները։